խոսքը փոխանցում եմ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց ունենալ հայրենական ռազմական արդյունաբերության համալիր ու զարգացած ոլորտ, որպեսզի այն սնուցի զինված ուժերին։ Այս որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ըստ էության փաստացի մի նոր տնտեսության սեգմենտ ձևավորեց։ Մայիսին 3 ռազմարդյունաբերական ընկերություններ երկու տարբեր ուղղություններով, երկու տարբեր մայրցամաքների ռազմական արտադրանք ենք վաճառել, որը առաջին նախապայմանն էր, որ մենք ցուցահանդես անցկացնենք։ Երեք տասնյակ ընկերություններ ունեցան հնարավորություն նոր թթվածին ստանալու, կարևոր է կանխատեսելիությունը։ Դա հիմնական մարտահրավերներից մեկն է դեպ ռազմարդյունաբերական ոլորտի համար։ Զարգացման տեսանկյունից որպես արգելակիչ եղել է, հիմա զգալիորեն կոտրվել է, սա իհարկե լավ լուր է, բայց շարունակում է մնալ սխալների, ձախողումների չհաջողելու նկատմամբ անհանդուրժողականություն։ Թռիչքի համար պիտի լինի 100%-անոց հանդուրժողականություն, ինքներս մեր վախերը պիտի օր առաջ հաղթահարենք, տանք հնարավորություն նաև ռազմարդյունաբերողներին 10, 20 ու 50 անգամ ձախողելու է, ես երաշխավորում եմ, որ 51-ը լինելու աննախադեպ, անկրկնելի, աշխարհում նման ունեցող մի նոր տեխնոլոգիա, մի նոր սարք, մի նոր լուծում, մի նոր զինատեսակ։ Միգուցե դու պիտի գնես 50 կամ 200 FPV դրոն այսօր, եւս 3 ամսից գնես եւս 500 այլ տեսակի FPV դրոն, որովհետեւ առավոտյան ստեղծվող տեխնոլոգիան արդեն երեկոյան իհարկե քրոտեստով կարող է դառնալ այլևս ոչ ակտուալ։ Այդպիսին է մեր օրերի աշխարհը։ Հայաստանում վերջին տարիներին բազմաթիվ տեխնոլոգիական միջոցառումներ են անցկացվում, հետաքրքիր ֆորումներ, էքսպոներ եւ այլն։ Ինձ հետաքրքիր է Rise-ը ինչով է տարբերվում այդ միջոցառումներից ու ինչով հետաքրքրեց նախարարությանը, որ որոշեցի կազմակերպչական բյուջեն կրկնապատկել։ Ըստ էության առաջին անգամ անցկացնում ենք պաշտպանական արդյունաբերության կամ ռազմարդյունաբերության ցուցահանդես, որտեղ ներկայացված են բացառապես հայկական արտադրանքներ եւ այս ծավալի։ Այսինքն երբևէ նախկինում նմանատիպ ընտրանիով կամ տեսականիով մեր ռազմարդյունաբերական ընկերությունները ուղղակի հնարավորություն չեն ունեցել հանդես գալ, որովհետև այս վերջին տարիների ընթացքում զգալի առաջընթաց ենք ունեցել ոլորտում։ Երկու հիմնական պատճառ կա, թե ինչու ենք մենք որոշել նմանատիպ ցուցահանդես հենց հիմա անել եւ ինչու է կառավարությունը որոշել նաեւ աջակցել ՏՏ գործատուների միությանը, որպեսզի Rise-ը կայանա։ Առաջինը այս տարի արդեն իսկ ամփոփվեցին առաջին եռամյա ծրագրերը, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շուրջ 172 միլիարդ դրամի պատվեր իջեցրեց, այսինքն ուղիղ ֆինանսավորում կատարեց ռազմարդյունաբերության ոլորտին եւ առաջին փուլը ըստ էության ավարտվեց, այն ամփոփվեց, դրական են արդյունքները, ինչը պատճառ հանդիսացավ, որ նոր երկարաժամկետ պայմանագրեր ստորագրվեն ընկերությունների հետ, արդեն իսկ կառավարության համապատասխան որոշումը կա, առաջիկա տարիների համար հավելյալ նոր 190 միլիարդ դրամի հատկացումներ կատարել։ Այսինքն սա լավ առիթ է հանրությանը ներկայացնելու կատարված աշխատանքը, թե ինչի է վերածվել այն 172 միլիարդ դրամը, որ հարկատուների միջոցներով մենք ըստ էության ֆինանսավորել ենք ոլորտին, եւ երկրորդ կարևոր պատճառը դա վերաբերում է արտահանմանը։ Գիտեք, որ մայիսին մենք ունեցանք 3 ընկերություն, որոնք երկու տարբեր երկրների ռազմական արտադրանք վաճառեցին, որը աննախադեպ էր։ Սա նշանակում է, որ հայաստանյան ռազմարդյունաբերական համալիրը արդեն ծավալվում է փնտրելով նոր շուկաներ։ Եվ շատ տրամաբանական է, որովհետև դեռ 24 թվականին մենք որոշել էինք, որ այն օրը, երբ առաջին միջազգային գործարքները կունենանք արտահանման դեպքը կունենանք, մենք նաև կբացվենք եւ մեր արտադրանքները, հայրենական պրոդուկտները
կցուցադրենք ոչ միայն մեր քաղաքացիներին, այլև հրապարակային կդարձնենք նաև միջազգային գործընկերների համար։ Այս երկու հիմնական պատճառներով ենք մենք առաջնորդվել, համարելով, որ քանի որ դա մեզ համար առաջնահերթություն է, պետք է նաև աջակցենք ֆինանսապես կազմակերպիչներին, որպեսզի պատշաճ կերպով իրականացվի, որովհետև դրա շնորհիվ նաև որոշակի ծախսեր ընկերությունների համար սուբսիդավորվել է, որպեսզի շատ մեծ բեռ ֆինանսական բեռ ընկերությունների համար չլինի, որ իրենք եւս շահագրգռված լինեն գալ, ներկայացնել իրենց բոլոր արտադրանքները, այսինքն այս իմաստով կարծում առավել քան արդարացված էր կառավարության կողմից ֆինանսական աջակցությունը։ Տեսեք, մի շարք երկրներում, որտեղ ռազմարդյունաբերությունը լավ զարգացած մակարդակի վրա է, պետությունը ոչ միայն պատվեր է իջացնում, սուբսիդավորում է եւ այլն, այլ նաեւ որոշակի խաղի կանոններ է ձևավորում, կազմակերպչական հարցերում լուրջ դեր խաղում։ Մենք այդ ոլորտում ինչ վիճակում ենք հիմա։ Տեսեք, ոլորտը դինամիկ զարգանում է։ Մի բան է, երբ դու պարզապես որոշակի կարիքների համար ընկերությունները արտադրանքներ են մատակարարում, մի բան է, երբ դու ոլորտը համարում ես կամ հռչակում ես որպես ռազմավարական առաջնահերթություն, խնդիր դնելով այն դարձնել տնտեսության մեջ մի կարևորագույն սեգմենտ, որը պիտի լինի դառնա արտահանելի ճյուղ։ Հասկանալի է, որ այստեղ ընթացակարգերը պիտի փոփոխվեն, քաղաքականությունները, մոտեցումները, եւ այս իմաստով բնական է, որ յուրաքանչյուր նոր էջ բացելիս մեր ոլորտի զարգացման ճանապարհին ի հայտ են գալիս մի շարք բազմապիսի մարտահրավերներ, որոնք որ մենք փորձում ենք ռազմարդյունաբերական համալիրի գործընկերների հետ պետություն մասնավոր համատեղ ջանքերով հաղթահարել։ Դրանք եթե չհաղթահարվեին, հավատացնում եմ ձեզ, անգամ այսօր այսչափ որ հաջողություններ գրանցած ոլորտը չէր կարող միջազգային շուկաներին համար մրցունակ որևէ արտադրանք առաջարկ անել, ել չասեմ լոգիստիկ հարցերը եւ այսպես շարունակ։ Այսինքն իհարկե դժվարությունները անընդհատ են, որովհետեւ եթե կա զարգացում, իհայտ են գալիս նոր տիպի, նոր տեսակի խնդիրներ, որոնք նախկինում ըստ էության պարզապես տարածք չէր եղել, որ առնչվեինք նմանատիպ խնդիրների, ինչը շատ բնական է, կառավարությունը փորձում է առավելագույնս օպերատիվ, adekvat արձագանքել այդ խնդիրներին եւ լուծումներ առաջարկել։ Եվ սա հավատացնում եմ անդադար եւ շարունակական գործընթաց է լինել։ Տեսեք, ես օրինակ բերեմ, որպեսզի նաեւ հետաքրքիր լինի, հեռուստադիտողների համար մենք մի քանի բարեփոխում հասցրել ենք անել վերջին 1.5-2 տարիների ընթացքում, օրինակ այն ծրագրերում, որոնք տարիներ շարունակ առաջարկվել են ռազմարդյունաբերողներին։ Օրինակ մենք ունենք աջակցության ծրագիր դրամաշնոր այն ռազմարդյունաբերողներին, որոնք պատրաստ են ներդրում կատարել նորարարության մեջ, այսինքն նոր գիտելիք ստեղծել, նոր տեխնոլոգիական լուծումներ ներդնել իրենց արտադրանքի հիմքում եւ նոր արտադրանք թողարկել։ Այստեղ առանցքում R&D-ն է կամ գիտահետազոտական աշխատանքները եւ մշակումները։ Մենք հասկացանք տարիների ընթացքում, որ այն բյուջեն, որ մենք նախատեսել էինք, լրջագույն խնդիրներ կային դրա կատարողականի հետ։ Եթե կատարողականի հետ կապված խնդիրներ են առաջանում, մենք խորացանք, այսպես քանդեցինք, փորձեցինք 0-ից հավաքել համակարգերը եւ տեսանք, որ կան մի շարք խոչընդոտներ, որը հեռու է պահում ռազմարդյունաբերողին նմանատիպ ծրագրերից։ Այսինքն առաջին հայացքից հրաշալի ծրագիր է առաջարկվում պետության կողմից, բայց մյուս կողմից դրանք ի հայտ են բերում մի շարք դժվարություններ, հավելյալ վարչարարություն, որը հետ էր պահում ընկերություններին, ընկերությունները նախընտրում էին գտնել վենչուրային ներդրողներ, այլ մասնավոր ներդրողներ, բայց չմոտենան նմանատիպ պետական ծրագրերին։ Մենք օրինակ հիմնեցինք կամ ներդրեցինք այսպես կոչված TRL-ների ինստիտուտը, տեխնոլոգիաների պատրաստության մակարդակի ինստիտուտը ներդրեցինք, որը ես առիթ ունեցել եմ շատ մանրամասն տարբեր հարցազրույցներում, հանրային ելույթներում անդրադառնալ, զգալի փոփոխություն բերեց եւ մեծացրեց գրավչությունը եւ բյուջեի օրինակ ազգային ժողովում կատարողականի յուրաքանչյուր նոր տարվա ներկայացումը հստակ ցույց է տալիս այդ գիծը, դինամիկան, թե ինչպես ենք մենք ավելի ու ավելի շատ շահառուներ ներգրավում, այսինքն մենք կարողացել ենք բարեփոխելով
մի շարք գործիքակազմեր բարձրացնենք նաև գրավչությունը։ Օրինակ մենք լրջագույն ռեֆորմ արեցինք մտավոր սեփականության ոլորտում, ինչը հնարավորություն տվեց այն գիտելիք ամենակարևոր կամ անգին կապիտալը, որ ռազմարտությունաբերողները, գիտահետազոտական խմբերը, ինժեներները ներդնում էին, նախկինում իրենք չէին ունենում հնարավորություն պահպանել այդ մտավոր սեփականությունը, որը մենք բարեփոխման արդյունքում համարեցինք, որ այդտեղ պետությունը պիտի վերափոխի, վերաձևակերպի իր ամբիցիաները, տալով մեծ ազատություն գիտնականին, եւ այսպես տասնյակ փոփոխություններ պետական փորձարկումների եւ այսպես շարունակ։ Այսինքն այս իմաստով շատ գործեր հասցրել ենք արդեն իսկ անել, բայց ինչպես նշեցի, քանի որ կան ամբիցիաներ զարգանալու, առաջիկայում եւս լինելու են մի շարք դժվարություններ, մարտահրավերներ, որոնք պիտի համատեղ ուժերով հաղթահարվեն։ Նշեցիք, որ արտահանումը մեզ համար առաջնահերթությունը, ինչ չափանիշներով եք հասկանալու, որ մենք իրոք այս ճանապարհի վրա ենք, դառնում ենք արտահանող երկիր, ոչ թե ուղղակի ինչ-որ outsource արտադրանք ստեղծող, հա։ Ոնց եք որոշելու, որ հիմա մենք իրոք այս ճանապարհի վրա ենք։ Դա արդեն հիմա իրականություն, այսինքն այն ինչ մեզ հետ տեղի ունենում հիմա, ես խուսափում եմ միշտ պաթետիկ ձևակերպումներից, բայց կարող եմ ասել, եթե չասենք պատմական, ապա շրջադարձային է, այսպես ձևակերպենք, հնարավորինս համեստ ձևակերպենք, որովհետև ընդամենը 1 տարի առաջ, չասեմ 3 կամ 5 տարի առաջ, դժվար էր հավատալ, որ մեր շատ ընկերություններ ոչ միայն կարողանան ժամանակի մեջ մատակարարումներ անել Հայաստանի Հանրապետության բանակին, այլև զարգացնել իրենց արտադրական եւ ինժեներական գիտական կարողությունները եւ մատակարարումներ անեն այլ երկրների, տարբեր ընկերությունների կամ խաղացողների, այսինքն սա մեզ հետ արդեն տեղի ունենում եւ ես կարծում եմ, որ սա այլևս անկասելի է այն իմաստով, որ երկու կողմերն էլ եւ կառավարությունը եւ մասնավորը շահագրգռված են, հետեւաբար այստեղ ոչինչ չի խանգարում այս ընթացքը շարունակելու, նոր շուկաներ գտնելու, նոր միջազգային հարաբերություններ, կապեր ձևավորելու, այսինքն այս իմաստով ոչ թե խոսենք ապագա ժամանակով, այլ սա արդեն իսկ մեզ հետ տեղի ունենում։ Երևի վերջին հարցը այսօր, եթե անկեղծ պատասխանեք, շատ հետաքրքիր կլինի, եթե դուք չդառնայիք նախարար, մնայիք կամ IT ոլորտում աշխատող կամ ձեռնարկատեր լինեիք այս ոլորտում, ոնց կգնահատեիք այսօրվա նախարար Համալսյանի աշխատանքը։ Վերացարկվելով իմ անձից ես կխոսեմ կառավարության մասին, կարծում եմ, որ մեր քաղաքացիները պիտի տեսնեն վիճակագրություն, կոնկրետ թվեր, պաշտոնական թվեր։ Եվ հետո այդ թվերում համոզվելու համար գան Rise, այս ցուցահանդես արդեն տեղում նաև իրենց աչքերով տեսնեն, ականատեսը լինեն, շոշափեն, խոսեն գիտնականների հետ, ռազմարտությունաբերողների հետ, թող որ մեր ռազմարտությունաբերողները պատմեն ինչ ճանապարհ են անցել, ինչ արտադրանք է, ինչ ժամանակում ձևավորվել, ինչ նոր գաղափարներ ու երազանքներ ունեն, որովհետև նոր գաղափարներ կան, դրանց ֆինանսավորման համար, ինչպես նշեցի, արդեն կառավարությունը կարևոր հերթական որոշում ներկայացրել առաջիկա տարիների համար շարունակել ֆինանսավորում, այսինքն ֆինանսավորում ասելով գնումներ կատարել, պատվիրակել մի շարք զինատեսակների ձեռքբերում պատվիրակել ներքին արտադրողին, հայրենական արտադրողին եւ ոչ թե դրսից ներմուծել, համադրելով պաշտոնական վիճակագրությունը այն թվերը, որ մենք հնչեցնում ենք։ Դիցուք, եթե ընդամենը տարիներ առաջ, մի քանի տարի առաջ 18-19 թվականներին 9 միլիարդ էր շրջանառություն, այսօր 70 միլիարդի է հասել տարեկան շրջանառությունը։ Սա զարգացում է, սա աճ է, սա կոնկրետ աշխատանքի արդյունք է, առանց որի որևէ պարագայում ոչ միայն չէր լինի այլ ընդհանրապես ոլորտ չէր լինի եւ պարզապես նաեւ դրան զուգահեռ գալ եւ տեսնել առաջին առիթը, որ մեր հանրությունը ուներ, ստացավ դա զորահանդեսի ընթացքում որոշակի զինատեսակներն էին, որոնցով արդեն իսկ պաշտպանության նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության բանակը համալրված է եւ այսօր, որտեղ նոր մշակումներ են, նոր արտադրանք է,
որտեղ մի մասը վերջերս է անցել պետական փորձարկումը, մյուս մասը պատրաստվում է առաջիկայում անցնել փորձարկումների։ Մենք շունչներս սպասում ենք, որ այդ փորձարկումները նաև բարեհաջող անցնեն, ինչը նոր ճանապարհ է բացելու ընկերությունների համար նոր տեսակի արտադրանքներ մատակարարել Հայաստանի Հանրապետության բանակին։ Այսինքն այս իմաստով քաղաքացիների համար կարծում եմ բարդ չէ տեսնել վերջին տարիների կատարված աշխատանքը կառավարության կողմից եւ այդ աշխատանքը միայն ԲՏԱ նախարարության կամ ռազմարտունաբերության կոմիտեի աշխատանքը չէ, դա կառավարության բազմաթիվ գերատեսչությունների համընդհանուր աշխատանքի արդյունքն է եւ որ ամենակարևորն է ռազմարտունաբերական համալիրի մեր ընկերությունների ամենօրյա ջանքի արդյունքն է։ Շնորհակալ եմ։